Դա բավական զգայուն հարց է թե հայկական կողմի համար, թե ադրբեջանական կողմի համար, ընդ որում ցանկանում եմ ընդգծել, որ երկու կողմն էլ բարձրացրել է այս հարցը, սակայն թերևս սա հաշվի առնելով զգայունությունը եւ բարդությունը, բնականաբար սա պատկան մարմինների այսպես իրավազորությունների դաշտում գտնվող հարց է, եթե չեմ սխալվում, երկու երկրներից զբաղվում են ազգային անվտանգության ծառայությունները եւ հատուկ հանձնաժողովներ կան ձևավորված դրա հետ կապված մեր փորձագիտական նախաձեռնությունը, քաղաքացիական նախաձեռնությունը այս հարցում որևէ դերակատարում ստանձնելու, այսպես ստանձնումը իրատեսական չէ, այնուամենայնիվ, եթե պետական մարմինները կարիք զգան ինչ-որ մոդելի, նույն մեր փորձագիտական այսպես նախաձեռնությունը կարող է դիտարկել ուսումնասիրել տարբեր միջազգային մոդելներ, տարբեր հակամարտություններում կիրառված եւ առաջարկներ ներկայացնել պատկան մարմիններին, թե ինչպես կարող են այդ համագործակցությունը կառուցել եւ առաջ շարժվել։ Այդ մասով մենք կարող ենք մեր ներդրում ունենալ, սակայն դա հետագա ճշգրտումների հարց է եւ այդ հարցումը, այսպես ասած, պետք է գա հենց պատկան մարմիններից։ Մի լրացում մենակ ուզում եմ ձեր հարցից կապված Անհետ Կորանց անձանց ճակատագիրը երևի թե ամենամնայուն խնդիրներից մեկն է կոնֆլիկտներից հետո, որովհետև եթե մենք օրինակ վերցնենք այլ կոնֆլիկտներ, որոնք եղել են տասնամյակներ առաջ, նույնիսկ մեր առաջին պատերազմը եթե վերցնենք, մինչև օրս կան անհետ կորած անձինք։ Չգիտեմ, Կիպրոսի պատերազմը եթե օրինակ վերցնենք կամ առաջին իսրայելա-պաղեստինյան պատերազմը եթե օրինակ վերցնենք, մինչև օրս այդ պատերազմներից կան անհետ կորած անձինք։ Լինում է երբեմն երբ որ այդտեղ ձեռքբերումներ են տեղի ունենում, բայց ուզում եմ մենք արձանագրենք, որ այդտեղ դա ամենամնայուն այսպես խնդիրներից մեկն է, որ կոնֆլիկտներից հետո ընդհանրապես տեղ է գտնում։